Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին հանդիպել է IT համայնքի ներկայացուցիչների հետ եւ գրառմամբ ներկայացրել, որ 2018 թվականի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է ավելի քան 12 անգամ, 1225%-ով։ Դրամաշրջանառությունն աճել է 171%-ով, իսկ աշխատակիցների թիվն ավելի քան հնգապատկվել է։ Թվերը կարող են տպավորիչ լինել, ընկերությունների թիվ, շրջանառություն, աշխատատեղեր, աշխատավարձ, բայց տեխնոլոգիական ոլորտում ամենակարևոր հարցը սա է. այդ աճը վերածվել է իրական կարողության, թե դեռ հիմնականում ծառայությունների ծավալի մեծացման մասին է խոսքը։ Այսօր Հայաստանում IT ոլորտը բախվում է 3 շատ կոնկրետ սահմանափակման։ Առաջինը մարդկային կապիտալն է։ Կրթական համակարգը հաճախ չի տալիս այն հմտությունները, որոնք պետք են այս ոլորտի արդյունաբերությանը, իսկ արհեստական բանականության, տվյալների ճարտարապետության ու խորքային ինժեներիայի համար չունենք բավարար լաբորատոր հիմք եւ հետազոտական դպրոց, ու լավագույն մասնագետները նախընտրում են գնալ այնտեղ, որտեղ կա եւ գիտելիք, եւ մրցունակ վարձատրություն, եւ ամենակարևորը՝ կայունություն։ Երկրորդը սահմանված կանոնների որակն է, երբ հարկային հաճախակի փոփոխությունները շուկայում բերում են վերագրանցումների, ընկերությունների փակման կամ համակարգը շրջանցելու վարքագծի, դա նշանակում է, որ մենք մրցունակություն չենք կառուցում, այլ բարձրացնում ենք ռիսկերը։ Եթե R&D-ի արտոնությունը կիրառելի է ոլորտի շատ փոքր մասի վրա, այն դառնում է խորհրդանշական, իսկ երբ ստարտափի վրա ճնշումը կարճացնում է արտադրանքի մշակման ժամկետը, մենք մեծացնում ենք ձախողման հավանականությունը եւ խրախուսում բիզնեսի միգրացիան։ Եվ երրորդ ամենակարևոր կետը՝ կապիտալն ու ինստիտուցիոնալ միջավայրը։ Վաղ փուլի ներդրումները սահմանափակ են, բանկային փողը թանկ, ներդրողի իրավական պաշտպանությունը ոչ բավարար, օրենքները հնացած, ինչի պատճառով չենք կարող կառուցել երկարաժամկետ, բարձրարժեք տեխնոլոգիական արտադրություն։ Եթե ուզում ենք, որ ցուցանիշները լինեն ոչ թե աղմկոտ, բարձր հնչեղություն ունեցող թվեր, այլ իրական առաջընթաց, պետությունը պետք է այս ոլորտը տեսնի ոչ թե որպես արագ հարկ հավաքելու աղբյուր, այլ ազգային կարողություն, տնտեսության, անվտանգության ու մրցունակության հիմք։ Դա նշանակում է կանխատեսելի քաղաքականություն տարիներով, ոչ թե շաբաթների եւ ամիսների կտրվածքով, իրական R&D-ի ֆինանսավորում եւ լայն կիրառելի խթաններ, կրթություն արդյունաբերության հետ միասին, լաբորատորիաներով ու նոր ծրագրերով, ներդրումային ու կորպորատիվ ժամանակակից կանոններ եւ տվյալների կառավարման ու փոխանակման պետական ենթակառուցվածք, որ արհեստական բանականությունը լինի գործիք, ոչ թե կարգախոս։ Մեծ թվերն իհարկե լավ ու տպավորիչ են, բայց մեր նպատակը ավելի պարզ է։ Հայաստանը պետք է դառնա այն վայրը, որտեղ ստեղծելը ավելի հեշտ է, քան դուրս գալու մասին մտածելը։